Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում իրադարձությունները ստանում են այնպիսի վտանգավոր եւ անկանխատեսելի ընթացք, որ հեռուստադիտողը պարզապես շունչը պահած է հետևում էկրանին։ Այսօրվա սերիան մեզ ցույց է տալիս, թե ինչի են ընդունակ մարդիկ, երբ կորցնում են վերահսկողությունը, եւ թե ինչպես են անմեղները դառնում նրանց հիվանդագին ծրագրերի զոհը։ Սկսենք Նորոյի տնից, որտեղ ինտրիգների եւ մանիպուլյացիաների մակարդակը հասել է նոր բարձունքի։ Էլիզն ու Հասմիկը վերջապես գիտակցում են իրենց պարտությունը։ Նրանք հասկանում են, որ այլևս չեն կարող կառավարել Նորոյին ու Էդոյին։ Ճիշտն ասած, նրանք երբեք էլ չեն կարողացել, բայց հիմա, երբ տղամարդիկ վերջնականապես դուրս են եկել նրանց ազդեցության գոտուց, այս երկու դաշնակիցները փորձում են փոխել թիրախը եւ անցնում են տան ամենախոցելի անդամին, փոքրիկ Ալինային։ Հասմիկը, ով արդեն վարպետացել է ուրիշի ուղեղը լվանալու գործում, համոզում է Էլիզին դիմել ծայրահեղ քայլի։ Էլիզն իր հերթին մոտենում է տատիկին եւ հայտարարում, որ ցանկանում է Ալինային պատմել ճշմարտությունը, ասելով, որ նրանց հայրը վերադարձել է։ Տատիկը բնականաբար հայտնվում է ծանր կամուկացի մեջ։ Նա հասկանում է, թե ինչ ավերիչ հետևանքներ կարող է ունենալ այդ լուրը դեռահաս աղջկա հոգեբանության վրա։ Բայց Էլիզը անդրդվելի է։ Նա արդարանում է, թե Ալինան արդեն մեծ աղջիկ է եւ իրավունք ունի իմանալու ճշմարտությունը։ Եվ հենց այս լարված պահին մեջտեղ է ընկնում Հասմիկը։ Այս աղջիկը, որպես իսկական անվճար փաստաբան, ավելացնում է, որ Բաբկենի մոտ ավելի լավ կստացվի Ալինային հեռու պահել Արշակից ու Մագդայից։ Սա պարզապես ապշեցուցիչ լկտիություն է։ Հասմիկը լիովին մոռացել է իր սեփական կյանքն ու խնդիրները, հերիք չէ եկել ու աներեսաբար տնավորվել է ուրիշի տանը, հիմա էլ իրեն իրավունք է վերապահում խառնվել ամենանեղ ընտանեկան հարցերին ու վճռել մարդկանց ճակատագրերը։ Նրա այս լկտի պահվածքը դեռ շատ թանկ է նստելու բոլորի վրա։ Մինչ տանը հյուսվում են այս նոր դավադրությունները, հիվանդանոցում ականատես ենք լինում հերթական փախուստին։ Լանան կայացնում է որոշում, որը շատ բնորոշ է նրա տեսակին։ Նա որոշում է 1 օր շուտ դուրս գրվել հիվանդանոցից։ Փաստացի նա հերթական անգամ փախչում է Արշակից։ Արշակը, չնայած Լանայի բոլոր ստերին ու դավաճանությանը, դրսևորել էր մարդկային մեծություն եւ առաջարկել էր հաջորդ օրը հյուրանոց վարձել նրա համար, որպեսզի Լանան փողոցում չմնա։ Բայց Լանան խուսափում է այս հոգատարությունից։ Նա փախչում է, քանի որ չի կարողանում նայել Արշակի աչքերին, գիտակցելով, թե որքան խորը ցավ է պատճառել նրան իր էգոիստական խաղերով ու կեղծիքով։ Սա մեղավոր մարդու խղճուկ փախուստ է իրականությունից, բայց սերիայի ամենասարսափելի եւ սրտաճմլիկ իրադարձությունը կապված է Մագդայի հետ։ Կարենը, ով արդեն անցել է բանականության բոլոր սահմանները, զանգահարում է Մագդային եւ շանտաժով պահանջում դուրս գալ իրենց տան բակ։ Եվ հենց այնտեղ օրը ցերեկով տեղի է ունենում ամենավատը։ Կարենը առևանգում է նրան։ Պատկերացրեք Մագդայի սարսափը, ով հայտնվում է այս հրեշի ճանկերում, անզոր եւ անպաշտպան։ Իսկ ինչ են անում այս ընթացքում Նորոն ու Էդոն։ Նրանք կանխազգալով վտանգը որոշել էին գտնել Կարենին եւ կանխել նրա հաջորդ քայլը։ Սակայն իրավիճակը ստանում է ճիշտ հակառակ եւ ծայրահեղ վտանգավոր ընթացք։ Նրանք չեն գտնում Կարենին։ Կարենն է գտնում նրանց։ Այս խորամանկ հանցագործը սկսում է հետևել տղաներին, հավանաբար նոր ծուղակ նախապատրաստելով։ Եվ ահա լարվածությունը հասնում է պայթյունի աստիճանի, երբ Էդոն պատահաբար նկատում է իրենց հետևող Կարենին։ Առանց վայրկյան անգամ մտածելու Էդոն պոկվում է տեղից եւ վազում նրա հետևից, բռնելու նպատակով։ Նորոն նույնպես միանում է ընկերոջը եւ սկսվում է խելահեղ հետապնդում։ Սիրելի դիտողներ, մենք կանգնած ենք կյանքի եւ մահվան եզրագծին։ Ինչ եք կարծում, Նորոյին եւ Էդոյին կհաջողվի բռնել Կարենին եւ ստիպել նրան ասել, թե որտեղ է պահում Մագդային։ Եվ արդյոք Հասմիկն ու Էլիզը կհասցնեն կործանել փոքրիկ Ալինայի աշխարհը, պատմելով հոր մասին։ Իրավիճակը ծայրահեղ է եւ յուրաքանչյուր վայրկյանը կարեւոր։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Ձեր վերլուծությունները միշտ շատ դիպուկ են։ Մի մոռացեք բաժանորդագրվել այս ալիքին եւ սեղմել հավանելու կոճակը, որպեսզի միասին պարզենք այս դրամատիկ պատմության հանգուցալուծումը։ Շնորհակալություն դիտելու համար։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։